Հիմա, եթե համայնքը տալիս է դրական, որ մենք սկսենք աշխատել, մի մեր Կարագոզյանն է պատասխանում։ Նոր հաշվարկներ, որը կտեղադրվի շրջակա միջավայրի նախարարության կայքեջում։ Այդ դեպքում ինչի շուրջ ենք հիմա մենք քննարկում իրականացնում։ Եթե գործարի ասում եք, որ ներկայացնում եք մեր արտադրական իրավաբանը, ասում խոսում եք adressայից ինչի մասին է ասում։ Բացարձակը սա լրացման փոքր հանրագործությունն է դատեք ես մարդու։ Գինևետի, այո, ես գինևետի բնակիչ եմ, Մարիամ Բարսելյան։ Նախ նույն հարցը երևի բարձրացնեմ, որտեղ շրջանցվեց չպատասխանեց ինձ հետաքրքիր է։ Անընդհատ նշվում է, որ 10% շահույթի տրվում է վետի համայնքին, իսկ մենք համայնքի մեջ մտնում է 18 գյուղ։ Այո։ Ինչքանով պիտի վստահեմ, որ իմ սուր, այո, եկեք չմարան եք դա։ Սարը փորում են իմ առողջության հաշվին, որտեղ մեկը բաց հանքա, ինչքան ուզում եք անեք, ընդ արտամետում լինելու է, այդ չեք կարողանալու ոչ բան անեք։ Հիմա ինչքանով ես պիտի վստահ լինեմ, որ 10%-ից ինձ այս գյուղի վրա ինչ-որ բան ծախսվելու է, 18 գյուղ է։ Էդի մեկ։ Շատ խելացի հարց եմ տալի, որտեղ անցյալ համայնք եք նշում, այս մարդիկ չեն հասկանում, որ համայնքի մեջ 18 գյուղ է։ Այդ մեկ։ Երկրորդը, ինձ կենսաբազմազանություն, էկոհամակարգ, մարդիկ ուղղակի աղետ չեն տեսել, երևի չգիտեմ պատերազմը մեզ ոչ մի բան չի սովորացրել։ Աղետ այն մասով, որ այդ սարի լանջերին ահագին փոսեր կան, տարբեր սողուններ կան, թունավոր են, ու եթե ինչ, ես սարի տակ եմ ապրում, ստեղ կենտրոնում ապրողը չի վախենում, բայց մենք մեր այգու մեջ շատ հավանական է լիքը սողուն տենանք, որ ինչ պիտի անենք, այդ ուր են իջնելու, պարզ չի, որ լանջից ներքև են իջնելու, ոչ միտեղ չեն փախում։ Այդ Իսկ ինչի ես փոխանցությունը չեմ տերում, հանքից չէ, եթե բյուջե կա, մեր գյուղը հետամնաց գյուղ չի, մեր գյուղը հետամնաց գյուղ չի, մեծ խնդիրներ չունի, եղած չեղած միած ասվալտ պետք հանը, միած կաղկար ու կրացկը, դիվինի աղպարան է, ես կարամ հանդիս առանց ասվալտ է գորոչի վրա, առողջ ապրել, Լսեք, եմ խնդրել իմ հարցին պատասխանել, ոչ թե հարցին դուք ասում եք այդքան գումարը, որ ներդրվել է մեր գյուղում, ինչի ես չեմ տեսել, ես չասեցի, ասել ես ինչ իմանամ, որ 10%-ը իմ գյուղին է բաժին հասել։ Նոր, հենց նոր ձեր վարչական ղեկավարը բան եք պատասխանում, դուք ասում եք, լսեք, աշխատանքական տվյալները ուզում բերենք տամարը։ Հանքի դրա եմ ուսնել։ 22-ից մինչև 24 թիվը համայնքում դրվել է 150 միլիոն դրամ փող։ 3600 մետր ոռոգման ցանց է կառուցվել, մի փողոց գազ է քաշվել։ Կանալիզացիա է։
Միայն կենտրոնում։ Մեր փողոցում ես ոչ մի փոփոխություն չեմ Այդ փողոցում ի՞նչ փոփոխություն։ Հա, ես տանը գցեք, չէ՞, մենք դե չենք կարող։ Ես ծնված օրվանից փոփոխություն չեմ տեսել, մեր գյուղը շատ փոքր է։ Մենք անհնարավոր անել ենք։ Ես ստեղ շահագիրներ հանձնել, ես մենակ մնացել։ Հայրս վատ բնավորությունն եք, բայց ուզում եք անհատական, որ անպայման մեր ոտքի տակ։ Ոչ, տրանսպորտը անհատական չի։ Ինչ տրանսպորտ։ Մեր տրանսպորտը ինչի չի լուծվում այդ հարցը։ Ահա պետք չի մեզ կանգնել Երևանի, գյուղը Երևանին կապող։ Գյուղը Երևանին կապող։ Եթե համեք հասնա դա իմ Հարցերի կրկնությունը համարում են լսման ավար։ Շնորհակալ ձեր ներկայության համար
Միջև էտին գոդայայի Ալրային լսումները իջև բոլոր հարցերը չես դա որպեսի կոնկրետ հստակ երևում է ամբողջ թիմ հանձնակազմը պաշտպանում են դիակիկով Որից թողի որ Մի րոպե հարցերը գրել են ցուցակում թողի Գիտես ինչի տեղացի չի, տեսար ընձի խիչ թողի Տեղական իշխանության այդպես վիրման միշտ, երբ որ տեսնում են, որ կարծիքները շատ են բացասականը, անօրինական դադարեցնում են, որպեսզի հետո բացասական եզրակացություն հիմնանալ քիչ պատճառ լինի։ Այդպես է, դա տեղական իշխանության կամայականությունը։ Հարի տեղական իշխանության ներկայացուցիչ չի կար։ Բոլորը ստանձնեին փաստաբանի դեր։ Պաշտպանում են կոնկրետ ուղղություն։ Այսօրվա լսումներից ինչ որ եզրակացություն գրել, թե չէ, պետք է համապատասխան հայտարարության Երկու եզրակացություն չկա որևէ պատասխան չկա որևէ հարց չի արտացվել Լսումները ոչինչի մասին է Ախպեր ինք իր համարա խոսում դուք միշտ կատե Մամուլիս է, ուղակի Ժորջա Ստեղ պետք է արձանագրենք հետևյալ Օլեգ Բուլգարյան իրավապաշտպան Ես կխնդրեմ Տիկին Նազելի Վարդանյանն էլ մոտենա Հետևյալն է տեղի ունեցել Օրինակ ես սկզբից մինչև վերջ Փորձել եմ այնպես դրսևորվել, որպեսզի համայնքի բնակիչները խոսեն, չեն միջամտել, չեն խանգարել Այն մարդիկ, ովքեր որ դեմ էին արտահայտվում, անմիջապես տեղական իշխանությունների ներկայացուցիչների կողմից սաստվում էին։ Կարծես թե տեղական իշխանությունները ստանձնել են պաշտպանության դեր, որպեսզի պաշտպանեն տվյալ նախագիծը։ Այն դեպքում, երբ որ նրանք պետք է մաքսիմալ չեզոքություն պաշտպանեն, մաքսիմալ չեզոքություն։ Դա չեղավ։ Դահլիճի գրեթե 70%, 60-70% քաղաքացիներ էին, ովքեր որ դեմ էին, նախագծին, բայց իրենց խոսալու հնարավորությունը ընդհատվեց, թույլ չտրվեց, անօրինական ձևով կասեցվեց հանրային լսումը, որը կամայականություն է։ Եթե չկա հաստատված ռեգլամենտ, այսինքն բանախոսներ, ժամ նշված չի, ապա պետք է ամբողջ հարցերի շարանը ինքը ավարտվի, նոր լսումները ավարտվեն։ Այն ինչ տեսան նախաձեռնողները, որ դեմ կարծիքները կամ բացասական կարծիքները կամ այն կասկածները նախագծի խորքային ուսումնասիրության վերաբերյալ բացակայում են, անմիջապես դադարեցրին լսումները, որպեսզի բացասական կարծիքներ հնարավորինս քիչ արտահայտվեն, որպեսզի հետագայում որոշում կայացնելուց կաշկանդված չլինեն եւ հաջորդ ամենամտահոգիչ հարցը անցյալ տարի արդեն տրվել է բացասական եզրակացություն անցյալ տարի լսումները եղել են էլի շատ խնդրահարույց եւ նախարարությունը տվել է իր բացասական եզրակացություն եւ ինչ է տեղ ունենում այսինքն ամեն տարի պետք է նույն հարցով գալես գյուղ այստեղ մենք օրենքի անկատարություն ունենք եւ այս լսումները լիազոր մարմինները պետք է
չհամարել լեգիտիմ վավեր։ Դրան պետք է, սա այդ լսումները պետք է ճանաչվեն անվավեր։ Կամայականություն է։ Մեկ ամիս առաջ Քարաբերդումն է եղել այնպես, հիմա էլ այստեղ։ Այն էլ գյուղի բնակիչներն են բոլորը հավաքված եւ խոսում։ Կամայական դադարեցում, օրենքի խախտում։ Կոնկրետ դա ինչ որ մի շահերի կողմից ծառայեցվող մեխանիզմ է։ Շնորհակալություն։ Ուղղակի շատ վիրավորական էր, համանում մնում են ինձ ասում են գնաց ձեր Դանիան, գնաց ձեր Դանիան։ Ես 10 առաջ եկել եմ ներդրում եմ անում։ Մարդկանց համոզել են, որ կան դուղատեսչակ զարգացնեն ներտնեն իմ ընկերներին, իմ ծանոթներին։ Այս մարդիկ ասում են գնանք քո Դանիան, չգիտեմ որտեղ է, հիմա չեմ հասկանում ինչ չեմ։ Հենց այս րոպեին քանի մարդ կաթարացել է այլ որոշում որ գա ներդրում։ Ապա ցանկացած ենք։ Հետո ամենավերջում ստեղ կողմի արծի չէ, մենք կյանք ենք դրել, մենք ոչ թե 10 ո՞ւմ ենք մշակում։ Ինչի մասին է խոսքը։ Հետո ստում են, մեծից փոքր ստում են։ Այս օրենքները հեշտ է։ YouTube-ով, բանով, գրեք ժամանակակից ցեմենտի գործարան Չինաստանում։ Ես այնքան նմուշներ կգա այդ ցեմենտի գործարաններ, որը մարդ չի աշխատում։ Այնտեղ աշխատում են լաբորատորիայում մի քանի հոգի եւ մի քանի հատ այդ մեքենաները բերում են։ Ու բոլոր այդ գործարանների հանքերը պայթեցումներով են աշխատում, որը ստեղ չասվեց։ Խափում են ասում են պայթեցում չի լինելու։ Եթեով սկսում են որևէ հարցի, որևէ մարդկան մարմին, որևէ պատասխան չի տվել։ Վեդու համայնքապետարանը կնքել է ինչ որ հուշագիր, որի պատճառով նաև ունի շահագրգռվածություն, դրա հետ կապված որևէ հարցի պատասխան չի տվել։ Քաղաքացիներին փորձել են լռեցնել, սա հանրային լսում որևէ կերպ համարվել չէր կարող, սա ապօրինի գործողություն էր, սա հանրային լսումների իմիտացիայի տակիպ թե հասարակական կարծիք էին մարդկանցից հարցնում, այդպես էլ որևէ քաղաքացու հարցի հստակ պատասխան չտրվեց։ Չգիտեմ, այսօր ինչն էին քննարկում։ Հանքը չեն քննարկում, որովհետև նախագիծը պատրաստ չի։ Արտանետումների մասին չգիտեք, ներդրումների մասին չգիտեք, գործարանի մասին չգիտեք, ինչի ենք հավաքվել, ում ենք ինչ ցույց տալիս։ Հարգելի հայրենակիցներ, ուրեմն մենք երկրորդ անցյալ տարի նույն իրավիճակն է, ամբողջ մարզի ոստիկանությունը կանգնած է։ Այն դեպքում, որ Օրխուսի կոնվենցիայով եւ մեր օրենքներով ասում է, որ լսումները ազատ մասնակցության հիման վրա անցկացվող միջոցառում է, որտեղ պետք է յուրաքանչյուրը իր կարծիքը, իր հարցը տա, իր կարծիքը արտահայտի։ Հարցերը տվեցինք, պատասխան չստացանք, խոսք տվին, որ ելույթներ կլինի, ոչ մի ելույթ չի եղել ընդհանրապես ու դրանով սահմանափակեցին։ Այսպիսի լսում չի կարող համարվի, որ սա օրինական է եւ մենք արել ենք լսում։ Տեղական ինքնակառավարման մարմինները կողմնակալ վերաբերմունք ունեին այս ամեն ինչի նկատմամբ։ Հարցերին իրանք էին պատասխանում, մարդկանց իրանք էին վիրավորում, բոլորի բերանը իրանք էին փակում, իհարկե ոստիկանական խումբ էին բերել մարդկանց վրա։ Այն ինչ որ բոլոր դեմոկրատական օրենքների, բոլոր բնապահպանական նորմերի օրենքների խախտում ենք այսօր ակնհայտ տեսանք։ Բոլորը մեկ-մեկ, ովքեր յուրաքանչյուր գյուղացու, յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքները ոտնահարել են այսօր, պետք է օրենքի առաջ պատասխան տան։ Ես այսօր հայտարարություն եմ անում հանցագործության մասին, որ հանցագործություն է տեղի ունեցել մեր դեմոկրատիայի, մեր մարդու իրավունքների նկատմամբ, մեր բնության նկատմամբ եւ թող մեր դատախազությունը եւ քննչական մարմինը քննություն անի, առաջինը նայի թե ինչ ներդրումներ արվել հենց այս համայնքներում եւ ոնց է ծախսվել դրանք,
այդ մեկ, երկրորդը թե այս կազմակերպությունը երկրորդ անգամ անուն փոխելով նույն մարկանցով գալու մի գրուպ բառ ավելացնելով, ինչու է եկել նստել ու նորից մանիպուլյացիա անում, ինչ ոչ մի հարցի չի պատասխանում, այն դեպքում, որ պետական մարմինը բացասական եզրակացություն է տվել ու այսօր հայտարարում են, որ պետական մարմինը մեզ հետ Թախտաջանի ինստիտուտի մի մասնագետի, որը բոլոր հանքերի համար եզրակացություն է տալի, չգիտեմ ինչ հիմքով, եւ տալիս է, որ Հայաստանի Հանրապետությունում կարմիր գրքային տեսակներ ընդհանրապես չկա։ Ու մենք այսպես գնում ենք դեպի COP17, որ կենսա բազմազանության կոնվենցիայի կողմերի հանդիպումը մյուս տարի պատրաստում ենք այստեղ անցկացնել։ Սա ամոթալի է մեր երկրի, մեր համայնքների, մեր ժողովրդի ու ամեն ինչի համար։ Այս ձևի իրավիճակ չի կարելի։ Մեր օրենսդրությունն էլ այնպես պետք է փոխել, որ վաղը մյուս օրը ամեն անգամ նոր անունով, նոր մարդկանցով, նոր ձևի չմտնեն ու այս համայնքները չբաժանեն, չթշնամացնեն, ընտանիքներ չկիսվեն։ Համայնքներ կա, որ մենակ 10-12 ընտանիքա բաժանվեց հանքերի պատճառով։ Դուք դա պատկերացնում եք դա։ Ու այսօր ոչ ասում են ջուրը որտեղից է, որ ջրի կորուստ եք ունենալու, ջուր չէ։ Ոչ ասում են այս օդը ոնց է շնչելու, որ այս փոշին բեռնալու։ Ասում են գործարան ալնելու գործարանի ծրագիր չկա ու եթե հանքաքարը այսօր հանում ես, ուր ես տանում, այդ հանքաքարը եթե գետնի տակից հանեցիր, միտեղ պետք է գնա, թե չէ դա փոշու բուն է, դա ծանր մետաղների պարունակություն է, դա առողջության վնաս է։ Դու եթե այսօր չգիտես ուր ես տանում այդ հանքաքարը, ինչ թույլտվություն ես դու ուզում։ Ինչի մասին է խոսքը։ Դա ակումուլատիվ ազդեցության գնահատում պետք է արվի, եթե գործարան է նախատեսում, գործարան ու հանքը միասին, որ տեսնենք թե գումարային ինչ ազդեցություն է ունենալու եւ ինչ են առաջարկում։ Ամեն ինչը հարցականի տակ է, ու ի դեպ ասեմ, սա միակ բանն է, որ իրանք թույլտվություն վերցեցին, մի լսում է լինելու է փորձաքննության ընթացքում ու վերջ, դուք հետագայում ոչ մի հնարություն չունեք ձեր խոսքը ասելու, ձեր խոսքը ստեղ պետք է լսեին ու ձեր չլսեին, մնացածը պետական մարմինների ֆունկցիան է։ Ու իրանք խապելով, տարբեր մանիպուլյացիաներով, տարբեր, չգիտեմ, հարցերին խուսափելով, ուզում են այսօր թույլտվություն ստանալ։ Խապելով ոչ մի բանի չեք հասնելու, բոլորը պատասխան եք տալու։